Իդեպ գրեթե ամեն օր կառավարական ամառանոցից մինչև կառավարության շենք ամբողջ ճանապարհը փակվում է վարորդների համար։ Ոստիկաններ են կանգնում անգամ անցուղիների մոտ, որպեսզի մարդիկ չանցնեն փողոցը, քանի որ Նիկոլ Փաշինյանն է անցնում այդ կողմով։ Այս իրականությունը մեր բոլորի հաճախ հենց իմ աչքերի առջևով է անցնում։ Ըստ երևույթին Փաշինյանն իրեն անվտանգ չի զգում եւ իրականացվում է խիստ ուժեղացված հսկողություն, բայց ինքը Փաշինյանը մեկ այլ իրականություն է ցույց տալիս։ Պարզվում է ըստ համացանցի Փաշինյանը մեկ ավտոբուսով է աշխատանքի գալիս, այն էլ ոտքի վրա, մեկ մետրոյով ու երբեմն էլ հեծանիվով, իսկ կողքին թիկնազոր չի երևում։ Հարց է առաջանում, եթե Փաշինյանն իրեն անվտանգ է զգում մետրոյում եւ ավտոբուսում, ապա ինչ վտանգ է զգում մեքենայով, այն էլ փակ փողոցներով երթևեկելիս, որ տասնյակ մեքենաներից բաղկացած ավտոշարասյուն է պահում։ Իդեպ, ասուլիսներից մեկում որպես պարծենալու առիթ նշում էր. Վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ։ Իրականությունը սակայն այն է, որ չի կանգնում ոչ միայն որևէ լուսացույցի տակ, այլ չի կանգնում անգամ այն դեպքում, երբ մեքենայի անիվների տակ ավտոշարասյունը քաղաքացու է սպանել։